քո հավիտենական սիրույթ համար։ Շնորհակալ ենք Հիսուս, որ քո սերը չի վերջանա։ Շնորհակալ ենք Հայր քո հայրության համար։ Շնորհակալ ենք Հայր քո արքայության համար։ Շնորհակալ ենք Հայր քո բարիքներուն համար։ Շնորհակալ ենք Հայր քո ծրագիրին համար։ Շնորհակալ ենք Հայր քո աչքերուն համար։ Շնորհակալ ենք Հայր քո էության համար։ Երանի մեզի որ քեզի ունենք Հայր։ Մեզի հավիտենական սիրող Աստված։ Շնորհակալ ենք որ իրական ես, որ ճշմարիտ ես, որ քո սերը ճշմարիտ է, որ զորեղ ես, բարի ես, եւ ամենակարևորը մեր հայրն ես, Հայր։ Շնորհակալ ենք քո հայրության համար։ Շնորհակալ ենք որ ամոթ չես սեված մեզի հայր է լալու, ով ամենակարող Աստված։ Մենք արժանի չենք Տեր որ քեզի զավակ լանք, բայց դու շնորհեցիր որ մենք քեզի զավակ լանք։ Դու մեզի շնորհեցիր որ մենք քո թագավորության մասնիկը լանք։ Ախ Հիսուս, շնորհակալ ենք։ Մեծ ես, սերդ մեծ է, սերդ անբացատրելի է, սերդ խորունգ է Հայր, սերդ խորունգ է։ Շնորհակալ ենք որ աշճապ սիրված ենք։ Շնորհակալ ենք Հայր որ աշճապ սիրված ենք։ Հալելույա։ Մերսի այս պատիվին համար Հայր։ Մերսի այս պատիվին համար, որ մեզի պես հողե անոթներ սիրված է ամենակարող ճշմարիտ Աստծո կողմէ։ Սուղ սիրով, անկին սիրով, զորեղ եւ ուժեղ սիրով։ Շնորհակալ ենք։ Խնդրեմ սիրելիս, կողացիր Քրիստոսի սիրույն համար։ Խնդրեմ աչքերդ գոցես եւ իր սիրո ճշմարտությունը վայելես։ Որովհետեւ Քրիստոսի սերը ավելի զորավոր է, ավելի իրական է, քան դու եւ ես որոսենք։ Ախ որքան ես դու սիրում ես Հիսուս։ Շնորհակալ ենք Հիսուս։ Օ հալելույա։ Քո սիրույթ համար։ Ach որքան ես սիրում դու ինձ Հիսուս, իմ մարարիչ, իմ կյանքի լույս, ուզում եմ ունարվել, բարաբանել, մեծարել։ Ach որքան ես սիրում դու ինձ Հիսուս, իմ մարարիչ, իմ կյանքի լույս, ուզում եմ ունարվել, բարաբանել, մեծարել։ Ach որքան ես սիրում դու ինձ Հիսուս, իմ մարարիչ, իմ կյանքի լույս, ուզում եմ ունարվել, բարաբանել, մեծարել։ Ach որքան ես սիրում դու ինձ Հիսուս, իմ մարարիչ, իմ կյանքի լույս, ուզում եմ ունարվել, բարաբանել, մեծարել։ Հալելույա։ Հիսուս, ախ որչապ կսիրես մեզի Տեր։ Շնորհակալ ենք։ Դու մեզի սիրեցիր նախ Տեր եւ ոչ թե մենք քեզի։ Դու առաջին քայլը ըրիր Հիսուս եւ շնորհակալ ենք այդ առաջին քայլին համար։ Դու զոհեցիր քո անձը եւ եկար։ Դու նախ ըրիր Հիսուս։ Շնորհակալ ենք։ Դու բժշկեցիր, դու ներեցիր, դու հասար, դու բարձրացուցիր, դու մխիթարեցիր, դու ըրիր Հիսուս։ Առաջինը դու ես Տեր։ Շնորհակալ ենք որ աշճապ սիրվել ենք Հիսուս քո կողմից։ Շնորհակալ ենք Հիսուս քո խաչին համար, քո զոհին համար, թափած սուրբ արյունին համար, որ մենք այսօր ունենք այն բադիվը, որը լանք Աստծո որդի, որովհետև միասին որդին զոհվեցավ, որ հազարավորներ դառնան Աստծո որդի։ Եվ Աստված այնչափ սիրեց այս աշխարհը,
որ իր միածինը ղրգեց, որովհետեւ ամեն մարդ բրգվի, եւ մեկը չի ցավի, եւ մեկը չի գործվի, այնչափ սիրեց այս աշխարհը, որ իր միածինը, իր թանկը, իր արժեքավորը տվավ, որ մենք այսօր դառնանք Աստծո զավակներ, ու հալելույա, հալելույա, որ մենք այսօր կանգնենք դժոխքին առջև եւ հրամայենք որպես Աստծո զավակներ, հալելույա, քերի էինք, ստրուգ էինք, բայց այսօր զավակներ ենք, հալելույա, մերած էինք, բայց այսօր գաբրինք, գործված էինք, բայց այսօր գտնված ենք, հալելույա, մերժված էինք, բայց այսօր ընդունված ենք, մենք այսօր իշխանություն ունենք դժոխքի դեմ, մենք այսօր իշխանություն ունենք սատանայի դեմ, հանուն Աստծո սիրո, հանուն Հիսուս Քրիստոսի խաչին, հալելույա, մենք այսօր ստրուկներ չենք, մենք այսօր վախկոտներ չենք, մենք այսօր Աստծո խիզախ զավակներն ենք, հալելույա, հալելույա, որ գաբրինք եւ կքալենք մեր Աստծո զորության համեմատ, հալելույա, ամուր տապե Աստծո, խնդրեմ, Ախորկանես սիրում դու ինձ Հիսուս իմ մարավիճ Մարավան մեծարել Ախորկանես սիրում դու ինձ Հիսուս իմ մարավիճ իմ կյանքիրուս ուզում եմ խոնարհվել Հալելույա, հալելույա, կմեծարենք քեզի հայր որդի եւ Սուրբ Ոգի Աստված, ամբողջ ծափահարությունները քեզի են Տեր, կքոհանանք եւ շնորհակալություն կհայտնենք, հալելույա, կխնդրեմ ամենքնից ոտքի ելնենք, հաջիկ, կխնդրեմ ոտքի ելնենք, ամենքնից մեկ հատ ոտքի ելնենք, Տերը հոս է, Աստված հոս է, բադվեիր է, սեպարի եկար Տեր, շնորհակալ եմ որ եկար, որ ինձ փոխես, նորոգես, բժշկես, Աստված իր քահը քելով իջավ, անոր համար, եթե բարի պատճառաբանություն չունիս, առողջական պատճառաբանություն չունիս, մնա ոտքի, հիմա չի լման ծառայությունը չեմի վախնար, բարապանության ժամանակ, ով սիրված ժողովուրդ, օրհնված ես տուն, օրհնված ենք մենք, երանի այն ասկին, որուն Տերը Հիսուսն է, երանի այն ասկին, որուն Աստվածը ամենակարող Աստվածն է, ասիմ ինչև վերջ կսեմ կյանքիս մեջ, երանի այն անցին, որուն Աստվածը նասովրեցի Հիսուսն է, երանի քեզի, կհավատաս որ տուն երանելի ես, հալելույա, եգուր մեկ հատ սրտան ծապ է Աստծո, և ետ կնստի Աստծո, կաղսը ներգայության մեջ, հալելույա, հալելույա, հրամեցեք նստեցեք, Եգուր վզդի կրճագում մըր է, ասե ես այսօր, ինչպես որ եկա, այդպես վիճերտամ, ես կհավադամ, և իմ հավադացածիս բես կլա, ամեն, հալելույա, ես և տուն Աստծո զավակ ենք, ես և տուն Աստծո բատկերով և նմանությունով ստեղծված մարդիկ ենք, ես և տուն շատ երանելի ենք, գիտես, այսօրվա խոսքը շատ սրդիս տբեր է, այսօրվա խոսքը գիտեմ որ ասված ամեն մեկ երնուց սրդին խորունքները բիդիշն և բիտ բժշկ է, ասված Հիսուս Քրիստոսին ուղարգեց քեզի և ինձի պրգելու համար, բայց գիտես ոչ թե միան պրգելու համար, ամենակարևոր բանը ինչ է քրիստոնեության, գիտես, Աստծո հայր ըլլալը, գուզեմ սիրտդ պանաս և ագանչներդ լավ պանաս, դար արդար լսես հաջիս, որտև ես կհավատամ այն խոսքը, որ այսօր Աստված ուղարգեր է, քու ամբողջ քրիստոնեական կյանքդ պիտի փոխի, եթե տուն Աստծո հայրությունը չես ճաշակած և չես հասկացած ինչ է, քու ամբողջ քրիստոնեական կյանքդ կմնա թերի, որովհետև քրիստոնեությունը այդ է, որ մենք
դառնանք Աստծո որդիներ։ Եթե դու Աստծո գճանչնաս միայն որպես Աստված, շատ բան գործընթացած գլաս եւ ցավոք սրտի քիչ մնա գնմանինք ուրիշ ասկի։ Աստված քու հայրն է եւ ինքը խորունկ բաներ ունի քեզի համար։ Ինքը խորունկ սեր ունի քու հանդեպ։ Ինքը հավիտենական սիրով սիրեց քեզի։ Իր սերը գախյալ չէ քու լավ գործեր հետ կամ վատ գործեր հետ։ Հետս ես չէ։ Աստծո սերը սիրելիս գախյալ չէ քու գեղեցիկ դեմքեդ կամ քու գեղեցիկ հագուստեդ կամ քու գեղեցիկ գործեր հետ կամ քու վաու գործեր հետ կամ քու տրամեդ կամ քու վատ գործեր հետ կամ քու մեղքեր հետ։ Աստծո սերը ընդհանրապես գախյալ չէ։ Աստված քեզի մեկ անգամ սիրեց եւ այնպես ալ հավիտյանս հավիտենից գսիրե եւ իր սերը չի փոխվիր։ Այսօր Տուն աշխարհի ջնշվածության, գրնալալ մեղքի ջնշվածության, գրնալալ գործերու ջնշվածության դագես ընտանեկան խնդիրներ, անձնական խնդիրներ չեմ գիտեր տուն տիր, ադոնց դագը մնալով տուն ընդհանրապես մորցերես որ տուն գծարայես քու հոր։ Տուն չես ծարայեր որպես ստրուկ, տուն գծարայես որպես որդի։ Տուն այսօր Աստծո որդի ես, ոչ թե ստրուկ ես։ Տուն այսօր քրիստոնյա եղեր ես։ Հավատացյալ եղեր ես, դարիներ առաջ ապաշխարեր ես։ Գրնալալ մորցեր ես ընդհանրապես, Աստծո հայրությունը, Աստծո հետ փոխհարաբերությունը, Աստծո սերը, Աստվածաշունչը գսե որ դարձիր քո առաջվա սիրույթ, ուրգե որ ինգար հոնքնա առաջին սերդ վերագանքն է։ Հայտնության Հովաննոյի մեջ գսե քո ամեն գործերդ գիտեմ։ Քո ամեն հրաշներդ գիտեմ, քո լավ գործերդ, քո վատ գործերդ։ Բայց մեկ բանը գա, որ քեզ մեկը բանջեմ, որ քո առաջին սիրույթ դարձիր։ Եթե չդառնաս կսե, բիտքամ եւ աշտարակդ բիտ շարժեմ եւ քո վերջդ վատ բիդելա։ Առաջին սերը շատ կարեւոր է։ Այսօր Աստված քեզի կհիշեցնե, որ ինքը քո հայրն է եւ քեզի շատ կսիրե։ Որովհետեւ առանց հոր սիրո դու չես կնար պամանել։ Ինչպես հոր քով գերտաս Քրիստոսով։ Հիսուսը ասավ. առանց ինձի հոր քով չեք կնար երթալ։ Մեկը չի կար Աստծո առանց Հիսուսին։ Եգուր միասին բանանք Երեմիա 31:3 Հալելույա։ Քեզ հավիտենական սիրով սիրեցի, անոր համար ողորմությամբ քաշեցի։ Աստված գսե որ քեզի հավիտենական սիրով սիրեցի, անփոփոխ սիրով, անվերջ սիրով։ Հիմա մտածեք ու վիճակդ, ինչերու մեջ ես չեմ գիտեր, այդ վատ վիճակիդ, այդ մեղքով լեցուն վիճակիդ, կամ մեղքի մեջ չես ասենք, Աստուծո մե հերացեր ես, ընդհանրապես սուրբիկ չես կարդար, ընդհանրապես չես աուտեր։ Չէ, դու քեզի գրնալալ, դու քեզի արհամարես, գրնալալ ուրիշ հավատացյալներ քեզի ասեն որ դու սխալի մեջ ես։ Բայց Աստված քո աստվիճակի դալ քեզի հավիտենական սիրով սիրեր։ Աստծո սերը չի փոխվիր։ Հիմա միտքան ավելի խորունկ։ Եվ յետքը գսե որ անոր համար քեզի ողորմությամբ քաշեցի։ Ինչս էլ է ողորմությամբ քաշեցի։ Փուն թարգմանության մեջ գրվել է անոր համար քեզի իմ քաղցրությունով ինձի մոդեցուցի։ Աստված ոչ թե քեզի միան գսիրե, Աստված գուզե որ ցուն իրեն մոդելլաս։ Ով գուզե որ իր սիրածը իր քովը լա միշտ, ով կփապակի։ Ցերկետ բարձացեք, չեք սիրել։ Այն մարդը որ մեգումը գսիրե գուզե միշտ քովը լա։ Անոր համար գամուսնանան, չէ՞։ Որ միշտ իրան հետ լան։ Աստված քեզի միան հավիտենական սիրով չի սիրեր, գուզե որ միշտ քովը լաս։ Գուզե որ քեզի վայլե, գուզե սերդ վայլե։ Դու կգարձես որ Աստված միան ինքը անոր համար է որ մենք իրեն վայլենք, մենք իրեն ճաշակենք,
Մենք իրեն ներկայությունը վայելենք, Աստված քու եւ իմ ներկայությունը գուզես իրելիս։ Քեզի հեքիաթ եւ պատմություն չեմ պատմեր գոր։ Ասի ճշմարտություն է։ Աստված իր խոսքը գսե, քեզի քաղցրությունով ինձի մոդեցուցի, քաշեցի թեպի ինձի, որ հետս լաս միշտ։ Քեզի վայելեմ։ Եթե Աստված ասի ճուզեր ինքը մեզ չէր ստեղծեր։ Ինքը բավարար գբավարարվեր իրմով։ Որտեղ ինքը իրական գադարյալ ամեն ինչով գադարյալ է, ինքը թերի չէ, ինքը բագաս չէ։ Բայց ինքը քեզի եւ ինձի սիրեց շատ։ Ինչերնի սիրեց չեմ գիտեր, բայց սիրեց։ Հալելույա։ Հիմա մեկ հատ մտածե, խոգա, Աստծո սիրո մասին։ Գրնալալ, գիտես, դարիները չես մտածած ասի։ Դարիները գրնալալ դու մեղատրանքի մեջ ես։ Որովհետև դու եթե Աստծո որպես հայր չես ճանցած, չես քիծած, որ ինքը քո հայրը դե եւ քեզի սիրող հայրն է, Հավիդյանը, Սավիդյանից ինքը չի փոխվիր, դու մեղատրանքի մեջ կմնաս։ Ինքը քեզի մեղատրող Աստված չէ։ Ինքը քեզի օրհնող Աստված է եւ սիրող Աստված է։ Ամեն։ Այսօրվա քարոզին վերնակիրը։ Հայր Աստծո սերը։ Հայր Աստծո սերը։ Որ քո էությունդ կփոխե։ Որ քո սրտիդ վերքերը կբժշկե։ Որ քո անձդ կնորոգե։ Եթե դու չես ճաշակած հոր սերը, կխնդրեմ քեզ, այսօր խնդրես Աստուծո մե։ Աղոթես, ասես դեր։ Ես միշտ լսեր եմ քո սիրույթ մասին, բայց այսօր ես վայելեմ։ Աստծո սերը ճշմարիտ է եւ ինքը քո աղոթքդ կլսե։ Երբ որ խնդրես, ինքը կպատասխանե։ Կխնդրեմ հաջիս, ասե դեր ես քո սերդ գուզեմ գոր վայելեմ։ Հոր սերը, սիրելիս ուրիշ է լման հոր սերը։ Այս աշխարհի մեջ ամեն բան ամեն մեկ մարդու մեջ, իր կյանքի մեջ, իր սրտի մեջ, որովհետև ինքը իր սրտի մեջ հոր սիրո բագասություն ունի։ Վերքերը վիրավորանքներ կլա, որովհետև հոր սիրո բագասություն ունի։ Անորոմար խնդրե Աստուծո որ ինքը իր հայրական սերը հայտնե քեզի։ Խապված գլաս եթե համոզվիս որ ես չեմ սկար, կամ ինձի չի հայտնվիր, կամ Աստված չի լսեր իմ աղոթքները, կամ դու աս խոսքերը չես խոսիր, բայց հոգիիդ մեջ այսօր հավատացեր ես։ Անորոմար երբ որ աղոթես, աղոթքիդ պատասխանը չունիս, որովհետև դու հոս համոզմունք մգա քո մեջ, որ երբ որ դու խնդրես բամը չի փոխվիր։ Կամ երբ որ խնդրես Աստված չի լսեր։ Կամ երբ որ խնդրես Աստված չի պատասխաներ։ Հալելույա։ Եսայի 49:15-ն ինչ կսե։ Միթե գինը իր գաթնգեր մանուկը գրնա մորնալ, որ իր որովայնին ծննդյանը վրա չգտա, թեև անոնք մորնան, բայց ես քեզի պիտի չի մորնամ։ Ահա ես քեզի իմ ցերքերուս մեջ թրոշմեցի։ Հոս ով գա մայր Շադեր։ Գաթնգեր մանուկը ով գրնա մորնա։ Մեկը չի գրնար մորնալ։ Ընթագանակ դու քունդ կփախցնես։ Դու ալարմներ կտնես, չեմ գիտեր ինչ կնես, ըրերես։ Չես գրնար։ Բայց Աստված կսե նույնիսկ դու մորնաս։ Նույնիսկ մայրը մորնա իր գաթնգեր զավագին, Աստված չի մորնար քեզի։ Եգուրս եմ, դու նույնիսկ մորնաս Աստծո։ Դու նույնիսկ Աստծո բարիքները մորնաս, Աստծո հայրությունը մորնաս, ինքը քեզի չի մորնար։ Չի մորնար, աս խապվածութենեն ելենք։ Այսօր դու հոր քիրգը բիթարնաս։ Այսօր եթե դու հերացել ես 7 ջամփով, այսօր դու 1 ջամփով պիտի սուրաս հոր քիրգը։ Որովհետև հայրը քեզի հավիտենական սիրով կսիրե եւ ճուզեր որ իր քիրգեն զատ ուրիշ դեղը լաս։ Քու դեղը հոր քիրգի մեջ է եւ վերջ։ Ուրիշ դեղ չէ։ Այս աշխարհի ցավերում մեջ է, այս աշխարհի դժվարություններում մեջ է, այս աշխարհի վերքեր, վիրավորանքներ չեմ գիտե, նույնիսկ ասեմ, քո ընտանիքիդ մեջ է։ Շատեր իրենց ընտանիքին համար հոր քիրգը գցկեն գերտան։ Քու եւ իմ առաջին դեղը մեր հոր քիրգի մեջն է։ Եվ յետքը մեր հայրը իր քիրգով մեզի գարաշնորհե ճիշտ դեղեր։ Անորոմար հոր քիրգեն նիշներ։ Մի փնդրեր ուրիշ բաներ, որովհետև ոչ քո ուժով է, ոչ քո կարողությունով է։ Ոչ քո չանքերով է։ Մնա հոր քիրգը։ Գմնաս։ Նայ գրնալ աչավի մա խոսեցա հոր սիրո մասին։
Գրնալը քեզ համար շատ դժվար է եւ դու հիմա չես հասկնար որ ինչ զել է հորսերը։ Երբ որ դու քու ֆիզիկական հորմետ, ֆիզիկական բաբայեն դու սեր չես տեսած եւ այն սիրո արդահայտություններ չես տեսած, քեզի համար չես գիտեր դու հայրական սերը ինչ է։ Քեզի համար հոստեղը ադի օդար է։ Անորոմար խնդրե Աստուծմե որ ասված բժշկե քու սիրտդ։ Սե հայր, ես կխնդրեմ, որ իմ սրդի մեջի հոր սիրո բագասությունը լեցնես։ Գրնալալ քու հայրը քու հանդեպ շատ խիստ էր։ Գրնալալ քու հայրը քու ամեն արժանիքները դսպաններ էր։ Գրնալալ քու հայրը քու քարակտերը վերջացուցեր էր։ Գրնալալ քու հայրը քեզի ընդհանրապես արժեք չեր դված։ Երբ որ խնդրես Աստուծմե, Աստված այդ ամեն սրդի խորում վերքերդ կբժշկե։ Երկնային հայրդ կբժշկե քու ֆիզիկական հոր վերքեր, բացած վերքերը։ Ես ասի չեմ ասել որ դու մեղադրես քու հորդ, երբեք մեղադրանքի գովեն չանցնես։ Որովհետև մեր հայրերն ալ ունեին անցյալ, ունեին մանկություն, իրենք ալ ունեին վերքեր, իրենք ալ չգիտնալով շատ բաներ են։ Ես ասի չեմ ասել որ դու մեղադրես քու հոր, իդ կշեշտեմ։ Ես բարձավես քեզի գսեմ որ դու անդրադառնաս, որոշում առնես եւ երթաս դեպի քու երկնավոր հորդ եւ ասես ով երկնավոր եւ ճշմարիտ հայր, որ դու կարող ես ամեն վերք եւ վիրավորանք բժշկել իմ սրտի մեջ։ Եգուր եւ լեցուր իմ սիրտը այն սիրով որ բագաս է։ Հետս ես, չէ՞։ Վիտնես ասկայլը հիմա նստած դեղը դրե։ Նստած դեղը խոսիր Աստծոյդ։ Սե հայր հաջիս։ Ճաշակեմ հայրությունդ, բժշկե սիրտս։ Մենք ծառայության վերջ ամբար մամի դաղոտ ենք արդեն։ Հալելույա։ Անորոմար հայրեր ոս նստող եւ մեզի տիտո։ Սիրելի հայրեր, ձեր սերը արդահայտեցեք ձեր զավակներուն։ Սիրեցեք ձեր զավակներուն։ Հոգադար եղեք ձեր զավակներուն, թե հոգիով, թե շնչով, թե գործով, ամեն ինչով։ Հոգադար եղիր։ Ինչպես Աստված սիրեց քեզի ով հայր, նույնպես ալ դու սիրեք ու զավակներուդ։ Եղիր այդ հայրական գոչումի վայել հայր։ Շատ բան հավատակ եմ, հադուկ ասի հայրերուն համար է, շատ բան գախված է քու ցերկետ, շատ բան։ Դու գրնաս հզոր աբակամը բարձրացնել քու զավակներուդ կամ իրենց աբակային վրա խոչընդոտ տնել։ Ինչպես հայրը քեզի սիրեց, նույնպես դու նա սիրեք ու զավակներուդ։ Ինչպես հայրը անցնուրած սիրեց քեզի, ով հայր, դու նա նույնպես անցնուրած սիրեք ու զավակներուդ։ Ինչու կսեմ անցնուրած, որովհետև շատ հայրեր կան իրենց փափակը եւ ցանկությունը առաջ կտնեն, քան զավակները։ Իրենց եսը ավելի առաջ կտնեն, քան զավակները։ Հիմա գրնալ ասես, ինչպես կա այնպիսի հայր, գա սիրելիս։ Գա։ Անորոմար եկեք մենք չլանք ադոնք։ Եկուր տուն մի լար ադիգա։ Եղիր գիտես, երբ որ քու զավակդ մեծնա, եւ ինքը հորսերը բիջանչնա, երկնավոր հորսերը, ինքը ասե, իմ բաբային ավելի ուրեմն գսիրի Աստված ինձի։ Ամեն։ Հալելույա։ Ուրախ ես։ Նա ինչ կսե Եփեսացիս 6:4-ը։ Եվ դուք հայրեր, ձեր որդիները մի փարգացնեք, հավազանոք մեծ ցուցեք դիրոջ վարժությունով ու խրադով։ Ծնողները ընդհանրապես գարնեն ասոր վրայի համարը, որ զավակներ հնազանդ եղեք ձեր հոր եւ մոր։ Այո եւ ամեն։ Զավակներ բիթենազանտինք, ադգե փախուշչունինք։ Աստծո բադվիրանն է։ Բայց յետքը ասված ծնողներուն է խոսք ունի։ Եվ հայրերուն խոսք ունի, հա։ Չսեր ով մայրեր։ Սե ով հայրեր, ձեր որդիներուն մի փարգացնեք եւ իրենց մեծ ցուցեք դիրոջ վարժությունով ու խրադով։ Դիրոջ մեծ ցուցեք, դիրոջ խրադով, դիրոջ մեծ սորվեցնելով, այնպես մեծուցեք։ Ամեն։
Հալելույա։ Եկեք նայենք անարակ որդին հայրը ինքը ինչպիսի հայր էր։ Ղուկաս 15:11-20 Անարակ որդին արագ է անունը վրան է, իրական պատմություն չէ, Հիսուսը ինքը որպես արագ բացատրեց պատմեց, որպեսզի հասկացնե իր աշակերտներուն երկնքի թագավորության, Աստծո թագավորության, Աստծո հայրության մասին։ Նա ինչ կսե 15:11 Ղուկաս։ Աբա ասավ. Մարդը երկու որդի ուներ։ Անոնց մե բզդիկը հորը ասավ. Հայր, քու ստացվածքեդ ինձի ինալու բաժինը դուր ինձի։ Անալ բաժնեց անոնց իր ունեցածը։ Շատ օրեր չանցած բզդիկ որդին բոլոր բաները հավաքեց, հերու երգիր մքնած եւ հոն անարագությամբ ապրելով իր ունեցածը բջացուց։ Բոլոր ունեցածը հացուցած էր, երբ երկրի մեջ սաստիկ սով մի եղավ ու ինք չքավոր դարձավ։ Ուստի քնած այն երկրին քաղաքացիներեն մեկուն կողմ մտավ։ Անալ իր ակարագը ղրգեց զանիգա խոզեր արածելու համար։ Հոնգը փապակեր խոզերուն գերած եղջյուրեն իր փորը լեցնել, բայց մեկը չեր դար անոր։ Այն ադեն ինքզին քալով ասավ. Քանի փամվորներ գան իմ հորս դունը հացով լեցված։ Ես հոս սովամահ կգործվիմ։ Ելեմ երթամ իմ հորս եւ ասեմ անոր. Հայր, մեղանչեցի երկնքիդ եմ ու քու արջևդ։ Ալարժանի չեմ քու որդիդ ըսվելու։ Զիս քու վարձկաններետ մեգուն բեսրե։ Ու ելավ իր հորը կնաց։ Որդին երբ որ կնաց հոր ասավ. Հայր, մեղանչեցի երկնքիդ եմ ու քու արջևդ եւ ալ արժանի չեմ քու որդիդ ըսվելու։ Ասիկա անարակ որդին էր, ինքը ամեն ունեցածը արավ իր բաժինը եւ քնած։ Անարակ որդին ինքը, հիմա ոստեղը մենք քիչ մոտ խոսենք անարակ որդիի մասին, անարակ որդին եղբոր մասին եւ հոր մասին։ Անարակ որդին ինքը հասկացել էր, որ ինքը որդի էր։ Ուզեմ գետրոնաս հաջիս։ Անարակ որդին ինքը հասկացել էր, որ որդի էր։ Բայց ինքը չէր հասկացած, որ ինքը ուներ որդիական պատասխանատվություններ։ Ինքը անոր համար իր բաբայեն համարցակ կնաց եւ իր բաժինը ուզեց։ Եվ ինքը անարգելով իր հորը, այո, ինքը հասկացել էր, որ ինքը որդի էր, բայց ինքը իր հոր չէր հարգեր։ Այսօր գրնալ ալտուն հասկացել ես, որ Աստված քու հայրն է։ Եվ այսօր իրեն գրնալա չի հարգես։ Որովհետև հրյական այս մշակույթի մեջը ժառանգությունը զավակին գերտար միայն երբ որ հայրը մեռներ։ Բայց ո զավակը իր հոր մահեն առաջ կնաց իր մե ուզեց եւ այն ադեն ասի այնպես գսվեր, որ ես քու գարիկը չունիմ։ Գաս կամ չի գաս նույնն է, ինձի դուր իմ բաժինը, ես ազատ եմ։ Ինքը անարգելով իր հոր արավ եւ այդ կքնած։ Եկեք նայենք մյուս որդին ինչ երավ։ Ղուկաս 15:29-30 Իր եղբայրը, որ ինքը դունի մեջ մնացել էր։ Ով պատմությունը գիտեք, չէ՞։ Անարակ որդիի պատմությունը, որ ինքը ամեն ստացվածքը արավ քնած, իսկ իր եղբայրը դունի մեջն էր։ Ինքը գծարայեր։ Ինքը հոր գծարայեր, արդերը գհերգեր, ուղղակի ծարայության մեջ էր։ Երբ որ մեծ եղբայրը լսեց, որ բզդիկ եղբայրը անարակ որդին դարձեր է, նա ինչ ասավ։ Անիկա պատասխան տալով ասավ իր հորը. Ահա այս չափ դարի է, որ քեզի գծարայեմ ու փնավ քու խոսքեդ դուրս չելա ու ինձի երբեք ուլմը չդվիր, որ իմ բարեկամներուս հետ ուրախություն ունեի, բայց երբ եկավ այդ քու որդիդ, որ քու ստացվածքդ բորնիկներու հետ գերավ, անոր մորթեցիր բարարդ զվարագը։ Այս զավակը հոր տան մեջ էր։ Այս զավակը հոր բարիկներու մեջ էր։ Բայց այս զավակը չեր ջանցած եւ չեր կիծած, որ ինքը որդի էր։ Այս զավակը այս տղան ինքը չեր անդրադարձած, որ այն ինչ որ իր հորն էր, իրեն էր։
Գիտես ինչու, որովհետև այս դղան, մեծ դղան, մեծ եղբայրը ինքը գրոնով լեցուն էր, ինքը օրենքի մեջ էր, ինքը չեր հասկացած, որ ինքը այդ ընտանիքի զավակն է, այսօր գրնալ տուն և ես և շատեր, մենք Աստծո զավակ ենք, Հիսուս Քրիստոսով, բայց մենք չենք վարվիր ինչպես Աստծո զավակ, մենք կվարվինք որպես ծառա, Դու այսօր Աստծո չես ճանցած որպես քո հայր, որ ինքը քո հայրն է և ինքը քո ամեն խնդրվածներդ կրնա կատարել, Դու այսօր Աստծո ճանցեր ես միան որպես սուն իրեն կծառայես, որպես ստրուկ, նա ինչ սավ ոստեղը, Սավ ես այնչափ ադեն քուքովը դեի քեզի գծարայեի, ինքը այդ ծառայությունը գներ վարձքի համար, հետս է չէ, այս դղան իր ամեն ծառայությունները, իր ամեն ընթացքը իր դունի մեջ ինքը գներ վարձքի համար, ինքը չեր ուներ որպես որդի, նա այն շարունակությունը ինչ կսե, ինձի երբեք չի դվիր, ուլմը, որին բարեկամներուս հետ ուդեի և խմեի, ինքը ընդհանրապես իր մարմինով, իր հոր դան մեջ էր, բայց իր հոգին հոր դուրեն դուրս էր, այսօր քու վիճակդ ինչ ես սիրելիս, այսօր քու վիճակդ, քու հոգևոր ընթացքդ, այսօր տուն Աստծո ջանցեր ես որպես հայր, կամ որպես հրաման արձակող դեր, Տուն Աստծո այսօր ինչպես կծառայես, Տուն այսօր Աստծո ինչպես որդի ես, այսինքն տուն Աստծո ինչպես կտեսնես, գիտես գրոնը քեզի Աստծո հայրութեն են կզրգե, որովհետև գրոնը մեկ առավել մեկ հավասար է երկու է, որովհետև տուն գրոնով եթե տուն շարժիս, գրոնի հոգին քեզի գծկե, որ տուն Աստծո որպես հայր չի ջանչնաս, Քեզի գրոնի հոգին գծկե, որ տուն պետք է պամմը ընես, որ Աստված քեզի հավնի, տուն պետք է պամմը ընես, որ աղոտներդ պատասխանվին, տուն պետք է չեմ գիտեր, չարչարվիս, հոգնիս, վերջանաս, որ Աստծո աչքին հաճելի երևիս, ասի գրոնն է, ասի գրոնի հոգին է, բայց ես և տուն ադոր չենք կանչված, ես և տուն կանչվեր ենք սիրելիս շնորքի մեջ լալու, ես և տուն ինչ ալնենք, հոր սերը չենք կրնար վաստագել, կհասկնանք, Աստծո սերը շատ ավելի մեծ է, կամ մեր կործերը, տուն կնա չարչարվիր, կնա չեմ գիտեր, պոբիկ կալ է, կնա չեմ գիտեր, տուն թիր, ինչ որ պաներ գուզես ընես, որ տուն արժանանաս հոր սիրո, չես կրնար արժանանալ քու կործերով, ես և տուն հոր սիրո, չենք կրնար արժանանալ մեր կործերով, որջավալ յանքդ տնես, որջավալ ծառայես, կիշերներ արդում մնաս, 40 օր ձոմր է, այս ամենը երբ որ տուն գնես քու հոր աչքի մտնելու, որ քեզի վաու մեկը տեսնե, սիրելիս աբարտյուն է, որովհետև մենք սիրված ենք շնորհքով, որովհետև Աստծո սերը մեզի դրվել է, չենք արած, ոչ ալ գրնանք առնել, ինչ ալնենք չենք կրնար վաստագիլ այդ սերը, եթե տուն կսպասես, որ քու տուն բիտ արժանանաս, Աստծո փառքին, պիտի արժանանաս քու աղոթներու պատասխանին, ցավոք սրդի, շատ քեշ լուրունիմ, չես կրնար արժանանալ, որովհետև շնորհված է մեզի, որովհետև անի բարգև է, որովհետև ես չեմ գիտեր, ես պամը բիչին եմ, որ Աստված ինձի տեսնե նայի, ես հոս եմ, ես լավ պամը գնեմ, որ, հա? Բաբա դե, բաբան անանք չի նայիր, բաբան չի նայիր, որ լավ ըրիր, բիցիրեմ, լավ չրիր, կնա զավագս չես, անանք չէ, հայր է, գլիսես թող փոր ակրվի մտնե, ես կհավադամ Սուրբ Հոգին միտ կորձե գոր իմ սրտիդ մեջ, ես կհավադամ Աստված իր հայրությունը կհայտնե գոր քեզի, որովհետև իմ խոսքը ոչ թե մարդկային զորությունով է, այլ հոգու համոզիչ զորությունով է, ես չեմ խոսող, Աստված քու բաբան է, եկա դա չկոսես է բաբ, ասանք ավելի մդերմացիր, այդ շապ ինքը մոտ բաբադ է, բեք չունիս, սոր ասպարին, պզկտվելու բեք չունիս, որ իր աչքին մտնես, բեք չունիս, մեղքի մեջ ես,
Հոս ամեն մեկը ով որ գա, մեզի դիդողներ, մեղքի մեջ ես։ Եվ այն մեղքը քեզ քու հոր մետ կհերացնե գոր, մեղքդ ար շալգե կնա։ Կնա, բաբային քով կնա։ Ինքն է որ պիտի մաքրե քեզի։ Աստված քեզ չի մերժեր։ Այնչափ ադեմ որ դու գրոնով գշարժիս, դու չես կրնար հավատալ, որ հայրը քեզի գսիրե։ Ինչ կուզես ասե։ Գնալ մի մտքետ կսես ոչ։ Չէ, ես այնչափ ադեմ որ դու գրոնով գշարժիս, չես կրնար հավատալ, որ Աստված քո հայրն է եւ քեզի շատ կսիրե։ Որովհետեւ այն գրոնը քեզի արգելք է։ Քեզի գսե, ասի հոստերի ես, հոստասի պետք է ենես։ Հոս պամը գար պետք է ընեիր, չրիր։ Եվ այնպես ալ կյանքդ դանչանքով գերտա, այնպես ալ գդանչվիս, այնպես ալ օրերը գանցնի եւ դու Աստծո հայրությունը չես ճաշակեր։ Անորամար հագարակվիր ընդհանրապես գրոնի ոգի են, անի ոգի, անի լուրջ ոգի է։ Օրենք է ադիգա։ Բայց մենք օրենքով չենք փրկված, մենք շնորհքով փրկված ենք, հավատքով փրկված ենք։ Ամեն։ Հալելույա։ Եկեք նայենք հայրը ինչ հրավ երկու որդիներուն հետ։ Նայենք ինչպես վարվեցավ նախ անարակ որդիին հետ։ Ղուգաս 15:20-24։ Երբ որ անարակ որդին դարձավ, ինչը սերեր անարակ որդին, մեկ հատ հիշենք։ Խոզանոցի մեջն էր, ինքն իրեն եկավ, սավ Եսոս ինչ կնեմ, ելլեմ դառնամ իմ հորս դունը։ Եվ երբ որ դարձավ, ելավ իր հորը քնած։ Մինչ դեռ ինք շատ հերու էր, հայրը տեսավ զանիգա ու քութը շարժեցավ եւ վազելով անոր բարանոցին վրա ինգավ ու համբուրեց զանիգա։ Դղան չի համբուրեց, հա? Բաբան համբուրեց։ Չնեգսեր ասվաշունչը։ Բաբան համբուրեց, գարոցեր էր որով։ Որդին ալսավ անոր, որտեղ որդին եկեր էր աբաշխարությունով, եկեր էր որ հայրս ինձ ինչպես պիտի մավորե։ Հայր, մեղանչեցի երգնքիդ եմ ու քու արջևդ եւ ալ արժանի չեմ քու որդիդ ըսվելու։ Բայց հայրը ըսավ իր ծառաներուն. հանեցեք առաջին բադմուջանը ու հագցուցեք անոր եւ մադանի թրեք անոր ցերքը ու գոշիկներ անոր ոտքերը եւ բարարդ զվարագը բերեք մորթեցեք ուդենք եւ ուրախ լանք վասնզի այսին որդիս մերած էր ու ողջնցավ գործված էր ու գտնվեցավ սկսան ուրախություն ունել երկնքի մեջ ցնծություն եւ ուրախություն գլա ամեն մեկ անց որ գբրգվի բայց Աստված գցնձա եւ ուրախ գլա ամենադեն որտուն թեբի իրեն գերտաս Սիրելիս Աստծո սերը այնչափ իրական է Աստված քեզ մե ավելի գուրախանա եւ որտուն իրեն երտաս Տուն երբ որ իրեն վազես ինքը գցնձա եւ ուրախ գլա Նայր ինչ հրավ հայրը ուզեմ շեշտեմ գետ անցնենք Առաջինը ինչ հրավ նախ երբ որ արդեն ուզեց անարակ որդին իր բաժինը Եվ ադիգա անարքանք էր հոր համար Հայրը առաջին վարգային արդեն ադիգա ինքը լրեց Ինքը ներելով նայեցավ դվավ իր բաժինը Ետքը վերաթարնալեն էտ առաջինը ինչ հրավ ինքը վազեց Ինքը հերույեն դեսավ Հիմա հոստեղը որ ասոնք գխոսին կոր սիրելիս Աստծո հատկանիշներն են ասոնք հատկանիշներն են Անարակ որդին հայրը գխորրտանշե հայր Աստվածը Այսինքն տուն ինչպես կվարվիս մեկ հատ նայիր եւ հայր Աստված ինչպես կվարվի երբ որ տուն սխալիս կամ ցախողիս կամ ինչ որ նայ հոր հատկանիշները առաջինը ինքը վազեց գսեք վերը սավոր ինքը հերույեն նկատեց հերույեն տեսավ եւ ինքը չի թիմացավ Զավակը գրնալալ գենթատրեր որ բիդերտար իր հայրեն բարգություն բիդուդեր Բայց երբ որ հայրը հերույեն տեսավ որ ասիկա անարակ որդիս է ասիկա այդ որդիս էր որ կնած ինքը չի թիմացավ առաջին քայլը ինքը հրավ Աստված առաջին քայլը գնե քեզի սիրելիս ջիգերես Աստված առաջին քայլը գնե թեպի քեզի Աստված քեզ այնչափ կսիրե Երկրորդը ինքը ինգավ վրան
Զավակը չինգավ իր հոր քիրգը։ Հայրը ինգավ վիզին պատեց։ Այս օրերուն լարն է գրնալ ասես ջիգերես կարոցակ էզի ուր էիր։ Ինքը զավակին քիրգը վիզը ինգավ գսե բարանոցին ինգավ։ Երորդը ինքը համբուրեց։ Մանրամասն քրերեմ ինքը երավ, ինքը համբուրեց։ Որովհետև համբույրը գիտես ինչ է, սիրո նշան է։ Բաբան գարոցեր էր։ Բաբան գարոցեր էր իր զավակին, հոդին, իր զավակին քիրգին, պատուգին գարոցեր էր գասկնակ, ասի հայր Աստծո բատկերն է, հայր Աստծո խորհրդանիշն է ասիգա։ Աստված այսպես կգարոտնա քեզի։ Չորրորդը ներեց։ Հինգերորդը որդիական հակուսները հակցուցիր են։ Եվ վեցերորդը աղաղագեց փոլորին եւ սա կորսված որդիս գտնավ։ Եկավ դարձավ։ Աղաղագեց ուրախութենեն։ Այսօր մեկը ուրախ լուր առնեն է ինչ գնես։ Երբ որ դու այսօր ուրախության լուր առնես է գաղաղագես, մեկուն մյուսին գզանքես, գբորաս, գաղաղագես, այն չափ Աստված ուրախ կլա գաղաղագես, վստահ եմ երկինքը գտնթա իր աղաղակներով։ Կորսված զավակս գտնավ, եկավ իր հոր քիրգը դարձավ։ Որդիական հակուսները որ սինք հակցուց, գուզեմ մեկ հատ անցնիր որդիական հակուսները ինչ էր։ Ինչ սավ։ Սավ հանեցեք առաջին բատմուջանը։ Ինչս էլ է առաջին բատմուջանը։ Առաջին բարը որ հոս գսեգոր առաջին բատմուջանը գխորրթանշե հոր իր բատմուջանը։ Հայրը իր բատմուջանը իրեն դվավ եւ իր զավակին հագցուց։ Չսավ իր բատմուջանը բերեք, առաջին բատմուջանը բերեք։ Իրն էր։ Ինքը հանեց իր բատմուջանը եւ իր զավակին այնպես պատվեց։ Աստված քեզի այնպես կպատվի։ Գահասկնաս կոր չէ։ Միան չես նայր որ ինձ հոգիով նայր։ Աստված քեզի իր բատմուջանը կհագցնե։ Որ ինչ կնշանակե։ Լիագադար ընդունում եւ վերագանքնում։ Լիագադար անթերի այն զավակը անթերի ընդունվեցավ։ Երկրորդը մադանին թրեք անոր ցերքը ասավ։ Եկավ անարակ որդին հոգնած վերջացած խոզանոցեն ելած ասավ մադանին թրեք ցերքը։ Ինչ կնշանակե մադանին։ Մադանին խորհրդանշե իշխանություն եւ որդիություն։ Որովհետև հին ժամանակ ինչ որ ստորակրություն դլար մադանիով գլար։ Գբերեին թուղթերը, փաստաթուղթերը եւ թագավորը իր մադանիով գգնքեր։ Իրեն դվավ իր մադանին եւ ասինելով լիովին վերագանքնվեցավ որպես ընտանիքի անդամ։ Եդ ընտանիքի անդամ եղավ։ Իսկ երրորդը գոշիկները ոտքը։ Սավ գոշիկները ոտքը տրեք, ոտքը բերեք։ Ինչս է։ Որովհետև հին ժամանակ ստրուկները փոբիկ կքալեին, բայց որդիները գոշիկ կհակվեին։ Անորամար ինքը եկավ փոբիկ։ Ինքը ծարայր, բայց իր հայրը ընդունեց իրեն որպես որդի։ Թրավ իր ոտքերուն գոշիկ եւ իրեն ասավ դու որդի ես, ծառա չես, իմ որդիս ես։ Դու ընդունված ես, դու ներված ես, դու անարգված չես, դու ծառա չես, դու ասդունին անդամն ես։ Դու իմ որդիս ես։ Եվ այս ամենը խորհրդանշե Աստծո բահվածքը եւ գեցվածքը, երբ որ մենք կաշխարենք։ Նայ պայման չէ դու մեղքերու մեջ երթաս անտունտները եւ իդ կտանաս ադոր համար չէ միայն աս խոսքը։ Նաեւ ադոր համար է, բայց միայն ադոր համարա չէ։ Քո արորիայիդ մեջ դու երբ որ գսխալիս, դու երբ որ գմեղանչես, գրնանալ քո բզդիկ սխալներդ քեզի որ չափ կհերացնի Աստծո։ Անորոմար դու նիշե, որ ունիս հայր, որ ինքը ջամփան գեցերը, ոչ թե նստերը միան, ջամփան գեցերը քու վերադարձիդ կսպասե։
որովհետեւ քեզ իդ հագցնե վերագանքնե քու իշխանությունդ քու անունդ ամեն հալելույա եթե դու իրական մեղքի մեջ ես իրական սխալներու մեջ ես Գամ եթե հիմա չեմ հրճագեր եւ չեմ մարգարեանար գոր, բայց օրը եթե այնպեսի վիճակին մեջ լաս, դարձիր Աստծո։ Եթե հիմա այդ վիճակի մեջ ես, գխնդրեմ դարձիր Աստծո, Հայր Աստված քեզի կսպասե գոր։ Ով մեղքի մեջ եղող մեղքերու գաբանքներով լեցուն եղող մարդ, Հայր Աստված քեզի կսպասե գոր։ Քու վերադարձին կսպասե գոր։ Քու ցերքին կսպասե գոր, ինքը ցերքը երգնցուցեր է։ Դարձիր իրեն։ Ինքը քո հայրն է, որ քեզի պիտի մեղադրե։ Ինքը չէ գեցած, որ քեզի զառնե։ Ինքը կսպասե քո վերադարձից, որ քեզի փաթու գնե։ Այն մեղքերն են, որ քեզի գզառնեն։ Այն մեղքերն են, որ քեզի գհոգնեցնեն։ Այն մեղքերն են, որ քո էյութեն հետ գփոխեն։ Այն մեղքերն են, որ քեզի այլևս ուժ եւ կարողություն չես ունենար իրենց պատճառով։ Դեղը գուքա գհոգնիս։ Չես կրնար։ Դարձիր քո հոր քիրգը։ Հաջիս Չեմ գիտեր ամեն մեկն կյանքը։ Դարձիր հոր քիրգը։ Եթե մեկ ոտքը դիչերը քիրգեն, երկու ոտքերը դիդ հանե, քիրգեն միշտներ։ Հաջիս մեղքը քեզի գհոգնեցնե եւ գսբարե։ Հիսուսը գա ինչու համար մեղքերու մեջ երթանք։ Փամը համչունի անիմաստ է։ Դարձիր հոր քիրգը։ Եթե հոր քիրգն ես Հաջիս հոր քիրգը մնացիր Փաթու գրե ավելի Հալելույա Նայինք հայրը մեծ որդին ինչպես վարվեցավ Հայրը բզդիկ որդին ներեց Մեծ որդին հետ Նայինք ինչպես վարվեցավ Ղուգաս 15:31-32 Եվ հայրը սավանոր Գեիշեք մեծ որդին ինչ սավիս աշչապ դարիե քեզի գզարայեմ, աշչապ բաներ երեմ, ոչ ինձի ոչխար դվիր, ոչ ինձի փամը դվիր, նա ինչ սավ հայրը։ Որդյակ։ Դու միշտ ինձի հետ ես ու իմ բոլոր ունեցածս քու գտե։ Միշտ ինձի հետ ես որդյակ։ Սակայն պետք է ուրախ լալ եւ խնդալ, վասնզի այս քու եղբայրդ մեռած էր ու ողջնցավ, գործված էր ու գտնվեցավ։ Հոս հայրը Քաղցրությունով պատասխանեց Աբստամբ եւ ըմփոստ զավակին Քաղցրությունով պատասխանեց եւ չի բարգացավ Եվ երկրորդը սորվեցուց իրեն Երբ որ այսօր տուն այս զավակի նման ես նորեն գսեմ քեզի մեղադրանքի մեջ չմտնես Այս զավակը գիտես ինչ էր Քանի որ ինքը վարձքի համար գծարայեր, ինքը ուրիշին եւ մյուս եղբոր սխալները տեսավ։ Գրոններ, ինչպես որ ասենք։ Բայց ասված ոստեղ իրեն սորվեցուց։ Գներեք հայրը իրեն ոստեղը սորվեցուց։ Զավակս, արդեն ինչ որ իմս եք ու գտե։ Բայց պետք է այսպես ուրախ լանք։ Պետք է այսպես սնձանք, սորվեցուց, խրադեց, որովհետեւ ինքը հոս զավակը աբստամբ էր։ Այսօր դու ուրիշ եղբոր կամ քրոջ հաջողություններով Աստծո իր կյանքի մեջի օրհնություններով որչափ գուրախանաս Եթե դու դարիները կրնալալ ծառայության մեջ ես Մեկի եկավ երկու տարվա ծառայող է Եվ իր կյանքի մեջ Աստծո օրհնությունները ուй Դու ինչպես կնայես Գաբստամփիս Գամ փոստանաս Գսես ուրեն վարձքը Այսչափ դարի է քեզի ծառայության մեջ եմ Եթե դու այդպես կվարվիս, դու վարձքի համար գնես ինչ որ գնես։ Եվ եկեք չլանք այդ մարդիկը։ Ամենքնից մեզի դիտողներ, ծառայողներ, հոսքանի որքան ծառայող։ Չնենք վարձքի համար փամը։ Ես դիրոջ դարիները ծառայող եմ, 13 տարի է։ Գրնալ ավելի չեմ գիտեր։ Այնչափ տարի եք ծառայեմ Եվ ինձ մե վերջ եկող շատ ծառայողներ կան, որոնք իրենց կյանքի մեջ ասանք հակին օրհնություններ եղել են։ Բայց հավատացեք, ասեմ Աստված վկա է։ Մեկ անգամ նույնիսկ իմ միտքեն իմ մեջ չի անցած, որ ես աշճապ քեզի գծարայեմ ուր է իմ օրհնությունները։ Որովհետև ես
օրհնության համար չեմ ծարայեր։ Որովհետև գիտես Աստված հայտներ է, ավելի ճիշտ ես ուզեր եմ որ Աստված հայտնե, աղաղակեր եմ, որ բացվի իմ հետ, ադիգա, որ ես չեմ ծարայեր իմ հոր դունի մեջ որպես ծառա, ես կծարայեմ որպես որդի։ Ես չեմ ներ գարձես ասի ուրիշին է, ես կնեմ որպես իմ պապային է, որպես իմն է։ Եվ ես evtun պետք է ադան գլանք, ես ալավել եմ։ Խոնարհապար օրինակս կբերեմ որ։ Մենք այնպես մի ծարայենք Աստծո, որ երբ որ տեսնենք, որ մեր եղբայրը կամ մեր քույրը օրհնված է, հաջողակ է, ծարայության մեջ ինքը աջեր է, երբեք եւ երբեք չի կանգադիս, չեմ փոստանաս։ Երբեք եւ երբեք սիրելի ժողովուրդ շատ կարևոր բանից եմ, սխալներ տեսնելու մեջ թերացիր, տուն թերացիր, մի նայիր, սխալներ մի տեսներ։ Եթե դու այսօր գեցեր ես քու եղբորդ եւ քու քրոջդ սխալները կտեսնես եւ կհաշվես, կհամրես, կնայես, ասի այսպես սխալարավ, ասի այսպես սխալարավ, սիրելիս գրոնի մեջ ես, գրոնի ոգին խառնվեր է մեջը դեղմը։ Որտեւ Աստծո խոսքը գսե, որ նախ քու աչքիդ մեջի քերանա անե, որբեսի բարձ տեսնես։ Երբ որ դու գսկսես կանգադելու, թշկոհելու, հետս եք չէ, երբ որ սկսես կանգադելու և թշկոհելու, սխալներ տեսնելու։ Եկեք վերնակիրը տնենք սխալներ, ասի չէի պատրաստած, գահոդամ դիրոջ հոգին է խոսով։ Սխալներ տեսնելու համար եթե դու կանգներ ես, հավատակս եմ, այն ուր որ պետք է հասնես, չես հասնիր։ Անգարելի է։ Անգարելի է, որովհետև դու կետրոնացել ես այսօր անոր սխալներուն, չես կետրոնացած քու ուղիիդ, չես կետրոնացած քու սխալներուդ, որ արդյոք ես ինչ սխալ ունիմ, որ մաքրվիմ, ալ հասնիմ այնտեղ, որ պետք է հասնիմ։ Ամեն։ Եղիր քու հոր երկնավոր հոր նման, բարին տեսնող, ողորմող, սիրող։ Հալելույա։ Գրնապարաբանության խումբը կալ։ Եկեք միասին ոտքի ելնենք։ Գուզեմ մեկ հատասանք հիշեցնեմ մեղատրանքի հոգիին համար։ Գա մեղատրանքի հոգի։ Գա մեղատրանքի հոգի, որ գուկա դժողքեն քեզի մեղատրելու։ Եվ այն մեղատրանքը քեզի երբեք չի ցկեր որ դուն վայելես Աստծո հայրությունը։ Այն մեղատրանքը քեզի գսե դու ասինչ բան արիր։ Նույնիսկ դու աբաշխարեր ես այն մեղքին համար, ետ կգրկնե քո ագանչիդ։ Երբ որ դու աղոտ կնես ուրիշ բանի համար, այն մեղատրանքի հոգին կպսպսա ագանչիդ, կսե, բայց դու սխալ արես։ Բայց դու ազանգրիր։ Ետ գաղոթես, ուրիշ նյութ է, ընդհանրապես ատնույթի հետ գապ չունի, որտեղ դու արդեն ատնույթին համար աղոթեր ես։ Աբաշխարեր ես այսինքն, խնդրեր ես դիրոշ մի աբաշխարություն, դերը ներեր է։ Գահավադանք չէ, որ երբ որ աբաշխարես ասված գները։ Գահավադանք անոր, որտեղ Աստծո խոսքը գսե։ Փարի եւ հավադարի մի ան, որ երբ որ մենք մեր մեղքերը խոստովանենք, ինքը գները մեր մեղքերը։ Որտեղ ինքը հայր է։ Որտեղ ինքը չսպասեր, որ դու փամը ընես։ Ինքը մի անգ սպասեք ու հետ վերադարձիդ։ Վերադարձիր քիրգը։ Ինքը մի անանի գուզե, մնացածը վրան ցկե։ Մեղքերուդ քավվիլը, սրբվիլը, չնչվիլը, քու բաժինը չէ, ինքը բիտ չնչեվիտ սրբե։ Այն մեղատրանքի հոգին քեզի կպսպսա որ այդպես երես։ Բայց հոն փամ մգա, սխալ մգա։ Եվ դու այն ցայներուն ցայներով դարված, դու կսկսես աղոթքի կյանքդ բաղիլ։ Կսկսես Աստծո բատկերը սխալ տեսնես։ Գմտնես սենյակ որ դաղոթես դու Աստծո ասանք կդգարձես։ Հոնքը վեր Աստված Խիստ է, եկեր է։ Քովը կացիր որ դու վայելես իր հայրությունը, բայց ինքը քեզի խիստ կնայի գոր, որտեղ դու սխալ երես։ Ադի մեղատրանքն է։ Սիրելիս Աստված երբեք խիստ երեսով քեզի չի դիմավորեր։ Ետ կգրտնեմ։ Ես ասալ հստակացնեմ, ես չեմ քաչալերեր որ քեզի որ դու մեղանչե եգուր, կնա մեղանչե եգուր, խաղ չեն խաղար գոր ադի չէ։
Աստծո խոսքը գսե որ Հիսուս Քրիստոսի արյունը ոտնագող մի ինեք։ Ադիգա չէ։ Բայց երբ որ դու սխալիս, երբ որ ոչ թե թիդմամբ, հաջի, ուզեմ ադի ճիշտ հասկանանք, որ հանգար սխալ ուսմունք չի գարձվի։ Երբ որ սխալիս, երբ որ մեղանչես, եւ դու քու հոր քո գերտաս, երբեք չես մերժվիր։ Երբեք։ Ինքը ասանք խիստ չի նայր, չսեր եգուրելա, ինչ էր իրտուն։ Ես քեզի ասանք սորվեսուսերեմ։ Ինքը գսպասե քեզի, բայց այդ մեղատրանքի ցայնը գսե դու սխալ էր, աղոտ կբիչի լսվի, Աստված նեղվեր է քեզ մե։ Աստված նեղվեր է քեզ մե, ասայն ով լսեր է։ Նեղվեր է Աստված քեզ մե, գամ եգուր փամը չես լսեր, գսկաս, որ Աստված նեղվեր է։ Բիչի խոսի։ Սիրելիս, Աստված մարդ չէ, Աստված է։ Մարդը այդպես գվարվի, Աստված այդպես չի վարվիր։ Այն մեղատրանքի հոգին ընդհանրապես հագարակվիր։ Այսօրվա վերջ հիշե։ Ամեն որ դու սխալ, երբ որ սխալիս, եւ երբ որ դու աբաշխարես, երբ որ փամը գսկաս, որ մեղատրանք է, այն մեղատրանքը քեզի գթաղե, դու չես գրնար փամանել, չի հաճողիր քու գործերդ, չի հաճողիր քու աղոթներդ, դու աղոթներուդ պատասխանը չես առներ, որովհետեւ Աստծո գադարյալ փրկությունն ու ներումը չես ստացած, չես արած, Աստված դվեր է, բայց դու չես արած։ Անորամար հայտարարենք, որ գա մեղատրանքի հոգի, այդ մեղատրանքի հոգին պիտի մերժես, պիտի հագարակվիս այդ մեղատրանքի հոգին։ Եվ խնդրե Աստծուց մե Աստված ավելի կփաստատի։ Գրնար իմ առաջին անգամ լսեցիր։ Հիմա գսես ինչ աս, մեղատրանքի հոգին ինչ է, ասի նորեր։ Խնդրե Աստծուց մե Աստված գահիտնե։ Ամեն։ Աստված մեղատրող Աստված չէ։ Աստված սիրող, ներող, ողորմող Աստված է։ Ինքը բաբա է։ Մորցիր քու ֆիզիկական բաբա։ Եգուր մեկ հատ մորնանք իմա մեր ֆիզիկական բաբաներուն վարմունքը։ Իրենք մարդ են։ Պիտի սխալին։ Բայց Աստված է, հայր Աստված է, չի սխալիր։ Եգուր բաբայիդ քով, քնա բաբային քով, քնա քու երկնավոր հոր քով։ Մինակ ես, ուզեմ գետրոնանաս նայս, մինակ ես, ոչ թե ֆիզիկական մինակ, այսինքն ընտանիք չունիս կամ ընտանիքդ հոս չէ եւ այլն, ադի չէ։ Մինակ ես հոս։ Եգուր սենք ընտանիքով ալ, մինակ ես ընտանիքդ կովդ չէ։ Գնա հոր կով։ Մեկը չի լեցներ այն մինագությունը երկնավոր հոր մեկ ծad։ Հավատացեք կսեմ ցեզի։ Գրնալ ալ իմ խոսքերս հիմա քեզի համար հեքիաթ են։ Գրնալ ալ իմ խոսքերս քեզի համար գապ չունի քու վիճակիդ, գապ չունի քու հասկացողության եւ սկացածիդ, բայց քեզի ճշմարտությունները գսեմ գոր։ Քու մինագությունդ երկնավոր հոր միջոցով դգերտա։ Այնպես գլեցնե քու սիրտդ իր լեցունությունով եւ իր ներգայությունով հավատացեմ։ Մարդիկ կան այսօր որ իրենք շրջապատված են մարդոցմով, բայց ոստեղ իրենք մինակ եւ թադարգ են։ Ոս թադարգ է բարաբե։ Մարդ մի փնդրեր։ Աստծո փնդրե։ Չլա որ ցանկիտ մեջի սրդիտ մեջի բարաբությունները մարդոցմով լեցնես։ Երբեք եւ երբեք։ Ես ադի դարիներ փորձեր եմ մնել։ Տեղ մը չեմ ասած, բան մը չէ փոխված։ Աստված է միայն մինագության բարաբությունը լեցնելու։ Աստված է միայն որ քու մինագությունը դգլեցնե։ Չի փնդրես մարդ։ Հիմա ես չեմ ասել որ մարդոս մե հերացիր առանձնացիր կնա, ադի չէ։ Այսինքն քու ցանկիտ մեջ, քու սրդիտ մեջ բարաբություն կա։ Երթաս մարդ փնդրես, հետո ժամանակ անցնես, ասինես, ադինես, վայլես, բդուդի երթաս, պայման չէ մեղք։ Նորմալ, սուրբ ցանկ, սուրբ բդուդ, սուրբ չեմ գիտեր ինչ։ Չի փորձվիս։ Նախ Աստծո թիրոն դեղը, Աստված գլեցնե, յետքը դու ամեն ինչեն հաջիկ կառնես։ Ամեն։ Վիրավորվեր ես։ Ով վիրավորվեր է։ Քնա հոր կով։ Չի փորձվիս ֆիզիկական քայլերով քու վերքերդ բժշկես։
Մարդուն բացած վերքերով, ընտանիքիդ, բարեկամիդ, ասկագանիդ, վարպետիդ, չեմ գիտեր, ով որ գա, մանկութենետ եկած վերքեր, ինչ որ գա, քնա Աստծո մոտ, Աստված է որ պիտի բժշկե։ Քու երկնավոր բաբան է որ պիտի բժշկե քու սրտի խորունկ վերքերդ։ Քնա իր բաբայությունը վայելե, քնա իր փաթուկը վայելե։ Սիրելիս, ցեզի լուրջ կսեմ գոր, ադի դու գսկակ կապրիկ։ Իրական է։ Ինքը իր հոգիով այնպես քեզի քու հոգիիդ գսկացնե, քու հոգիիդ գհայտնե իր հայրությունը եւ իր փաթուկը, հավատա կսեմ քեզի գբժշկվիս։ Մեկ աղոթք է։ Մեկ աղոթք։ Խնդրես հայր, աս ինչ վերքը իմ սրտից մեզ բժշկե։ Կհավատաս, որ մեկ աղոթք է։ Գրնալալ քեզի համար այդ մեկ աղոթքը շատ դժվար է, ինչպես մեկ աղոթք։ Այո, մեկ աղոթք։ Որովհետև այն ինչ որ խնդրես Աստծո գամքի համաձայն, Աստված գուտա քեզի, վերջացել է դվեր է քեզի։ Չեք առներ, որովհետև չեք խնդրեր։ Աստծո խոսքը գսե։ Ինչու համար չենք առներ, գիտես, կամ ինչու համար չենք խնդրեր, որովհետև չենք հավատացած, որ ինքը մեր հայրն է։ Դու քո ֆիզիկական բաբայից գրնային համարցակ եթե ասես բաբա սանգ, եթե ինքը քաղցր մարդ էր կամ ոչ խիստ մարդ էր։ Կամ հիմա եթե դու հայր ես, կամ մայր ես, երևակայի կուզավակներդ։ Չեն կարճեն ասել բաբ ասիչ բանը ուզեմ։ Բաբ ասիչ բանը ուզեմ, մամ ասիչ բանը։ Համարցակ։ Մենք համարցակություն չունենք Աստծոյ առջև երթալու, գիտես։ Ինչու համար, որովհետև չենք հասկացած, որ ինքը մեր հայրն է։ Ինքը քու բարի բաբադ է, քու բաբադ է, բաբադ գասկնաս։ Ինքը միան քահին վրա նստող Աստված, հերու Աստված մը չէ, ինքը քու մեջդ բնագող քու հայրն է։ Աստծո խոսքը գսե, վասնզի մենք համարցակություն ունենք շնորհածաթորի մոդենալու Հիսուս Քրիստոսի արյունով։ Հիսուսը արյունը տապեց, որ դու համարցակ մտնես Աստծո առջև եւ ասես ով հայր։ Ես քեզ մեզ բանը կխնդրեմ, ով բաբ, աս ինչ բանը։ Այնինչ որ իր գամքի համաձայն է, պիտի դա։ Ինչ որ խնդրես, պիտի դա, խնդրեցեք եւ պիտի դրվի։ Անորոմար գսեմ որ քեզի մեկ աղոթք կփավե։ Սրտիդ խորունկ վերքերը, աննորմալ վերքա մտնես հայր, կխնդրեմ, որ աս դեղը, աս բանին հանդեպ վերքա իմ մեջ, բժշկես հայր։ Ես կհավատամ քո բժշկության։ Ասե ինձ իմ բաժինը եւ դու նրեքու բաժինը։ Հավատացեք 10 parçer. As մեկ աղոթքով աննորմալ բաներ գլա։ Մի կարծեր որ դու մի դանչվիս, մի չարչարվիս։ Հավատք։ Եթե դու գհավատաս որ այդ վարյանին քու սրտի բժշկություն կստանաս։ Որտեվ Աստված հայր է։ Հայրը չսեր որ այլա քիչ մգեցիր, մեկ ամիս վերջ ես պիտի բժշկեմ սիրտդ սկացումներդ։ Դու գուզավագի դատպես կնես։ Եվ որ կավարյանին բատուկ կնես, կպատես, գուզես որ ինքը բժշկվի, գուզես որ ինքը լավը սկա ինքն իրեն։ Հալելույա։ Վախի մեջ ես։ Վախ։ Վախերը չես ազատիր առանց երկնավոր հորդ։ Քնա բաբային։ Գադարյալ սերը վախը մեկտի գհան է։ Աս համարը գիտես ինչ է, որ գսե գադարյալ սերը քու մեջ այդ վախը մեկտի գհան է։ Այսինքն երբ որ դու հասկանաս որ հայր Աստված քեզի սիրեր է գադարյալ սիրով, դու գադարյալ ջանցեր ես ադիգա, քու մեջ այդ վախը չի մնար։ Ամեն վախերը քու մեջ այդ գերտա, որովհետև գիտես որ հայրս ինձի գսիրե։ Հիմա մեկ հատ աչքիդ արջև ծիր քու կյանքիդ ամեն վախերը։ Ծիր հաջիս։ Ինչ որ վախ կա, մեկ հատ ծիր կովի։ Եվ մյուս կողմնա ծիր հայր Աստծո սերը։ Որ Աստված քեզի գադարյալ սիրեր է։ Աստված քեզի քու կորզերուդ համար չէ սիրած։ Աստված քու անձդ քեզի սիրեր է։ Սիրված ես։ Այն գադարյալ սիրո հասկացողությունը քու մեջ ամեն վախերը գփարադե չի մնար։ Ես ժամանակին ունեի օտանավի վախ։ Լուրջ ինձ համար սարսափ էր ադիգա։ Հերու բարձր սարսափ էր։ Առաջին օտանավ ելելս թեղերով ելերեմ, թեղներեմ, լուրջ։
Ֆոբիա էր ուղղակի ինձ համար։ Ետքը օրերը այնպես վերավ, Աստված այնպես հրավ իմ կյանքը, որ ստիպված ես մինագս օտանավի դելեմ։ Ադարաչին ելելս ես մեծ թիմով էինք։ Եվ ես հավատացեք օտանավի մեջ, ես գերեվագայեմ գոր, որ նույն բաները բիդելա, հանգարց աս հայտնությունը, որ գադարիալ սերը, վախը մեկտի գանե։ Ես քեզի կսիրեմ, Աստված հայտնեց։ Եթե դու գիտնաս ես դու որտուն սիրված ես, չես վախնար։ Հավատացեք կսեմ, այն օրը ես այսպես ազատ վերեմ։ Անորամար երբ որ դու գիտնաս որ սիրված ես, քու երկնավոր հոր գոմեն, բաբային գոմեն, վախերը գինան։ Քեզի դանչող վախեր չի մնար։ Միտք ու կապանիմը, սե ես սիրված եմ, իմ բաբան ինձ կսիրե։ Եվ իմ բաբան ինձի համար չարություն չուզեր։ Հալելույա։ Գիտես Աստված այն չափ կսիրե մեզի, որ նույնիսկ մենք իր մեջ հերանանք, ինքը մեզի չի ցկեր։ Մեր հետևենք ուկա։ Նայ Սաղմոս 139 գսե որ քու հոգիետ ուր փախչիմ, քու երեսետ ուր փախչիմ։ Եթե երկինք ելնեմ օնես, եթե դժողքը անգողինս հոննեմ, տուն օնես։ Գիտես ասի ինչն է, որ Աստված յետևդ է, ուր երթաս յետևդ է, չի ցկեր, դժողքա երթաս յետևդ է, Եգուրոս, ինչ կնես, Եգուրոս, այն հայրն է ինքը, չի ցկեր, գսե դժողքա երթամ, հոնես, հոնա գահասնես ինձի։ Ինչպես սիրածը սիրածին, որ յետևեն կգենա, ուր որ երթա, ուր որ այլևս մարդը կնեղանա, կփավե ամեն դեղ յետևես ես։ Մարդը ադան կսե, չէ՞։ Բայց Աստված հավատա կսեմ, Աստված այնպես մեր յետևն է, երթա, գկալե, մինչև որ ետ կաս։ Մինչև որ ետ իր քիրկը դարձնե քեզի, Աստված չի հանցնվիր, Աստված չի հուսահատիր քեզ մեև ինձ մե։ Գմնա մինչև վերջ, որովհետև ինչու հայր է, ինչու սիրող հայր է, իր սերը հավիտենական է։ Հալելույա։ Իր սերը հավիտենական է։ Գախյալ չէ ըրազներդ, ես կգրտնեմ, քանի անգամ սինորեն միտսեմ, գախյալ չէ ըրազներդ։ Յետևը դե հիմա Աստված քու յետևետ գերտա ուր ես տուն, ցանկի որ փնակավարի մեջն ես, ցանկի որ անգյունի մեջն ես, որ սխալի մեջն ես, որ մեղքի մեջ ես, Աստված յետևը դե ամեն ինչով գխոսի հետդ։ Ամեն ինչով գխոսի որ տուն ետ իր քիրկը դառնաս, որովհետև իր սերը չի փոխվիր, ինքը նայ, Եգուր մեր լեզվով խոսում, ինքը վաս չանցնիր քեզի սիրելեն։ Չանցնիր քեզի սիրելեն։ Վերջ։ Այնպես սիրված ենք ես եւ տուն, որ չի փոխվիր։ Մտածե հասոր մասին, հաջից մեկ հատ մտածե։ Սերմը, որ նույնն է, ես լավն անեմ, քեշն անեմ նույնն է։ Մենք Աստծո սերը չենք շահիր, շնորհված է մեզի։ Բայց բարձրապես մեր լավ գործերով Աստծո ավելի կհաջեցնենք, ավելի հաճելի կդառնանք։ Ասանցը ավելի հնազանդ է, ավելի տիրոջ երկյուղով լեցուն է, ավելի հաճելի է Աստծո, բայց ոչ թե Աստված ասոր ավելի կսիրե, անոր բագաս կսիրե, անանք բամը չի գա։ Բարձրապես ավելի հաճելի է անալ, տուն կորոշես, որ հաճելի դառնաս։ Այսինքն հոստեղը ոչ թե Աստված աչար Աստված է, ասոր ավելի կսիրե, ադոր քիչ կսիրե, ոչ, ես կորոշեմ, որ Աստծո ավելի հաճելի պիտի դառնամ։ Տուն կորոշես, որ չափ ավելի հաճելի պիտի դառնաս։ Ամեն։ Հալելույա։ Եկեք աղոթենք։ Երկրպագական երգը վերցնենք։ Շնորհակալ ենք Հիսուս, որ դու մեր բժիշկն ես։ Մեզի Աստծո զավակ դարձուցիր։ Շնորհակալ ենք։ Ով ամենակարող Աստված, քո հավիտենական սիրույթ համար փառք։ Այսօրվա քո զորության եւ ներկայության համար փառք։ Հայր Հիսուս Քրիստոսի անով կխնդրենք Տեր, որ հպվիս իմ հոս գտնվող եւ մեզի դիտող ամեն մեկ անձին։ Հայրես աղոտ կնեմ Հիսուսի անունով եւ գաղաղագեմ եւ գաղաչեմ։ Թող որ ամեն մեկ անձ ճանչնա քեզի որպես հայր։ Ճաշակե քո քաղցրությունը եւ քո հայրությունը։ Ճաշակե քո ապա հայրությունը։ Ճաշակե քո քրգի օրհնությունները եւ քաղցրությունը։ Հայր կաղաչեմ, հպվիս իմա։ Դեր քո հայրությունը ավելի իրական է, քան ամեն բան։ Թող որ քո զորությունը հիմա իջնի հայր։ Թող որ քո հայտնության հոգին իջնի եւ հայտնություն տա քո ամեն մեկ սավագին։
Հիսուսի անով կխնդրենք քեզ մետեր։ Սիրելի սերքերդ բարձրացուր կխնդրեմ ընդունիր Տիրոջ հայտնության օգին։ Ընդունիր իմ Տիրոջ օծությունը, որ քեզի պիտ հայտնե իր հայրությունը, պիտ բացատրե։ Հալելույա։ Հայր Հիսուսի անով կխնդրեմ Տեր, հոսքտնվող ամեն մեկանցի համար, քո բժշկարար զորությունը, քո հայրությունը եւ քո սերը։ Հալելույա։ Քո սերը հիմա շրջապատի հայր, շրջապատի ամեն մեկու սիրտը կհաչեմ։ Սիրես մնա օդի մեջ։ Հալելույա։ Հալելույա։ Սուրբ ոգի արքա, դունես որ կհայտնես, դունես որ կխոսիս, դունես որ կհպվիս։ Հալելույա։ Տիրոջ զորությունը գործես ասվայրի մեջ, ով ամենակարող Սուրբ ոգի Աստված, թող ինա ամեն ամրոցներ, թող փշրվի ամեն կարծր սրդեր, քարեղեն սրդեր, թող փշրվի հիմա։ Այն սրդերը, որոնք կարծրացեր է, այն սրդերը, որոնք ադելությունով լեցվեր է, այն սրդերը, որոնք մեղքով լեցուն է, թող հիմա այն քարեղեն սրդերը փշրվի Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա։ Հալելույա։ Դերը քարեղեն սիրտը քու մեջ հետ կհանե եւ կտնե մսեղեն սիրտ։ Հալելույա։ Եվ դու գվարվիս եւ կշարժվիս ինչպես որ իր գամքին համաձայն է։ Հիսուս Քրիստոսի անունով թող ամեն քարե սիրտ փշրվի հիմա։ Հալելույա։ Հալելույա։ Pascu si di masso. Hallelujah. Surbo ki arka korces. Arkaneri arkan imasvas karove amempan parziale hazoni inumen Հրճագե եւ թավանիր, թող դժոխք լսե, ես նրա զավակն եմ եւ ինքն իմ Աստվածը,
Եվ ինքն է իմ հայրը։ Հալելույա։ Հավատա եւ թավանիր, որ դու իր զավակն ես։ Դու իր զավակն ես եւ ինքը քո հայրն է։ Ոչ քո մեղքդ, ոչ մեկ բան քեզի զավակի ցիրքեն իջեցնե։ Այս աշխարհի մեջ չի գա ոչ մեկ ուժ, որ կարող է հոգևորի մեջ անի փոխել Աստծո սերը։ Աստված որպես հայր քեզի կսիրե։ Եվ երբեք իր միտքը չի փոխեր։ Եվ երբեք իր գարձիկը չի փոխեր։ Երբեք իր որոշումը չի փոխեր։ Դու իր զավակն ես, ինքն ալ քո հայր Աստվածն է։ Հալելույա։ Ոչ մեկ իրավիճակ գփոխե քո որդիությունը։ Ոչ մեկ դժվարություն քո կյանքիդ մեջ գորոշե որ դու որու որդին ես։ Դու Աստծո որդի ես եւ այնպես ալ գմնաս մինչև վերջ, եթե դու ուզես։ Այս աշխարհի մեջ փամը, անցը, ոչ մեկ ուժ, ոչ մեկ բան գփոխե քո որդիությունդ, եթե դու չուզես։ Միայն դու այդ թիրքեն գիշնես։ Միայն դու այդ թիրքը գհանցնես եւ գհերանաս։ Ուրիշ ոչ մեկ բան, ոչ մեկ արարած, ոչ մեկ թիվային ուժ կարող է փոխել։ Մեկը չի գրնար, որովհետև քին վճարվերը, որովհետև խաչը գա, որովհետև Հիսուսի արյունը գա, Հավիդյանս Հավիդենից, դու Աստծո որդի կմնաս, եթե դու ուզես, որովհետև Աստված արդեն ուզեր եւ ըրեր է եւ իր զավակը զոհեր է։ Դու պիտի որոշես։ Չի խապվիս ոչ մեկ ցայներու, չի խապվիս ոչ մեկ համոզմունքներու, չի խապվիս ոչ մեկ մտքի։ Միայն դու ես որ կորոշես։ Երբեք Աստված իր որդիության վգայակիրը քեզ մեջ չառներ։ Անի քեզի դվերը եւ քո կովդ կմնա։ Անի ինքը իր որդին արինով գնքեր դվերը քեզի որ քեզի իրեն զավակ դարձնե։ Ետ չի բահանջեր ան վգայակիրը։ Միայն դու այդ վգայակիրը գնեդես։ Գրնաս աղբտնել, գրնաս այրել։ Գրնաս մեկ կոմ տնել։ Գրնաս նույնիսկ թևերուն հանցնել, սատանային հանցնել, բայց Աստված երբեք ետ չառներ իր դված որդիության վգայակիրը։ Ինքը քեզի սիրեր է, սիրած ալ պիտի մնա մինչև կյանքիդ վերջին վայրկյանը։ Մինչև կյանքիդ վերջին վայրկյանը Աստված քեզի սիրած պիտի մնա։ Կյանքիդ մինչև վերջին վայրկյանը Աստված քեզի սիրած պիտի մնա։ Սիրե Աստծո մինչև վերջ։ Սիրե Աստծո մինչև վերջ։ Մնացած բաները զոհե, ոչ թե Աստծո սերը։ Ամեն ինչ որ գա կյանքիդ մեջ, որ հոր սերը արեր է, զոհե։ Աղբ համար է։ Կխնդրեմ աչքերդ կոծես։ Աղբ համար է։ Հոր սերը չի զոհե ուրիշ բաներու համար։ Հոր սերը աղբ չի համարես ժամանակավոր բաներու համար։ Օ հալելույա։ Աղբ համար է մնացած ամեն ինչ։
աղբ համարե մնացած ամեն ինչ հավատա գրգնագին գունենաս։ Օ հալելույա։ Ես նրա սավակն եմ, նա է իմ ասվածը, ամենակարող ասվածն է իմ։ Ես նրա սավակն եմ, Հալելույա։ նա է իմ ասվածը, ամենակարող ասվածն է իմ։ Ով հավիդենական սիրով սիրվող անձ, հավիդենական սիրով սիրվող անձ, տունես, մինչև վերջ սիրված բիտ մնաս, մինչև վերջ կու երկնավոր հայրը կու գող կդե, իր զորքով, իր պանագով, իր պազուգով, իր հոգիով, մինչև վերջ, ինքը քո հայրն է, ինքը քո հայրն է, խնդրես գստանաս, խնդրե որ իր հայրությունը ավելիով հայտնե քեզի, թող ամեն օր ավելիով հայտնե իր հայրությունը քեզի, և տուն ապրիս այս աշխարհի վրա, որպես Աստծո զավակ, վայելելով քո երկնավոր հոր քաղցրությունն ու սերը, այս տաժան աշխարհի մեջ, երկնավոր հոր սիրո քաղցրությունը վայելես և ջաշակես։ Այն ադեն գլաս, որ տուն այս աշխարհի մեջ ես, բայց այս աշխարհեն չես։ Հալելույա։ Մինչև վերջ Աստված քեզի կսիրե։ Աս խոսքը տողական չետ չհերանա։ Կյանքից մինչև վերջին օրը և հավիդենությունը Աստված քեզի կսիրե։ Հալելույա։ Թող հոր սերը շրջապատե քեզի։ Բժիշկ է վերագանքն է։